Բարև ձեզ, շանթի եթեր շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է այսօր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստան Եվրամիություն հարաբերություններին եւ դրան զարգացմանը Եվրամիության աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին, այդ համատեքստում Հայաստանի դիրքորոշումներին սահմանազատման գործընթացին։ Կարևորվել է նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունը։ Հոֆրայթերին ընդունել է նաև Հարարատ Միրզոյանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման Հայաստանի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Կհիմնանորոգվեն ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, 2025 թվականին աստիճանաբար կնվազեցվի արցախցիներին ուղղվող ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացվի աջակցության հասցեականությունը։ Նախագծերը ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրած միջոցներից կկատարվի 2 միլիարդ 860 միլիոն 300 հազար դրամի չափով վերաբաշխում և կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿ նախարարությանը կհատկացվի շուրջ 901 միլիոն դրամ։ Նախագիծը ներկայացրեց նորանշանակ նախարարը, նշելով, թե այդ գումարն ուր է ուղղվելու։ Նախագծում նշված ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը, կառուցմանը, վերակառուցմանը, դրանց տեխնիկական և հեղինակային հսկողությանը, նախագծանախաշվային փաստաթղթերի պատրաստմանը և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ առիթ ունենալու դեպքում վերադառնում ու շրջում է այն հատվածներով, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են արվել։ Նա խոսեց տարածում գտած խնդրից, օրինակ, երբ նոր ասֆալտապատ ճանապարհը քաղաքացին առանց թույլտվության քանդում է անձնական կարիքների համար։ Պետությունը այս ճանապարհի վրա մի 500 միլիոն կամ 1 միլիարդ փող է ծախսել, հիմա պետք է մի հատ հեռախոսի լարանց կացնենք, ոչինչ, sense կքանդենք 1 մետր լենությամբ, 2 մետր խորությամբ, հետո կծածկենք, դե պետությունը հետո երևի կգա մի օր էլի ասֆալտ կանի։ Չպետք է լինել անտարբեր, խնդիր, որով ըստ վարչապետի լրջորեն պետք է զբաղվեն համայնքները, տեսչական մարմիններն ու բարեկները։ Իրա խնդրանքով իրա տանդեմը ասֆալտ են կարել։ 61 թվի արտադրության գազ 66-ի ռամայա դրած հենց մայթի վրա։ Բա այս միակ հիշողությունն է մնացել պապից, բա կարող է բան անենք, տանենք, ինչ անենք։ Կներեք ամենայն հարգանքով տարեք ձեր ննջարանում դրեք պապու բաննա, հիշատակնա, կախեք պատից։ Ու որտեղի պաշտոնյային ասում ես, էս ինչ է։ Նա մեզ որ ճպճպացնում ասում, իսկ ինչա որ մարդը ավազա բերելա 7 կռազ ավազա թափե մայթի վրա, բաբա ինչ անի, որ ինչ ուր տանի այդ ավազը։ Կներեք արտահայտությունից ուր ուզում է տանի։ Վարչապետն ասաց պատահականության սկզբունքով կշարունակի համայնքներ այցելել, հորդորեց նման տեսարանների բացառման համար նախ խնդրել տվյալ քաղաքացուն վերացնել խնդիրը, բացասական պատասխան ստանալու դեպքում տուգանք ու հարկադրանքի այլ միջոցներ կիրառել։ Սա մեր մտածողության արտահայտություններն են կոնկրետ տեղերում, փողոցում, թաղամասում, ամեն տեղ։ Եվ մենք այս խնդիրը պետք է լուծենք։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 13 ամիսների ընթացքում տրամադրվել է ավելի քան 75 միլիարդ 300 միլիոն դրամի աջակցություն։ 2023-ի հոկտեմբերից մեկնարկած կեցության եւ այլ ծախսերի հոգալու նպատակով 40+10 հազար դրամ աջակցության միջոցառումը կշարունակվի մինչև այս դեկտեմբերը ներառյալ։ 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար կգործի աջակցության նորացված մեկ այլ ծրագիր։ Տարվա ընթացքում մենք աստիճանաբար կնվազեցնենք ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը, շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերի։ 2025-ի հունվարից մարտ սոցիալական աջակցությունը ամսական կկազմի 50 հազար դրամ, ապրիլից հունիս 40 հազար դրամ, հասցեագրելով առանձին խմբերի հետևյալ անձանց՝ մինչև 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 կամ ավելի տարիք ունեցողների, կերակրողին կորցրած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց։ Իսկ 2025 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով։
շուրջ 25000 եւ ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում, ովքեր 18-ից մինչև 60 տարեկան անձանց շրջանում բավականին մեծ թիվ են կազմում։ Պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ նաեւ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու համար։ Իհարկե մենք ոչ թե զրոյացնում ենք փաթեթը, այլ որոշակի սոցիալական խմբերի աջակցում ենք։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից 2024 թվականի պետբյուջեով կկատարվի 1 միլիարդ 670 միլիոն 974 հազար դրամի վերաբաշխում մի շարք կրթական օբյեկտների մասով շինաշխատանքներն ավարտելու համար։ Այս աշխատանքների համար ըստ էության հատկացվում է 1 միլիարդ 440 միլիոն դրամ, Եվս լրացուցիչ 832 միլիոն դրամ ուղղվում է նաև մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք արդեն իսկ նշված դպրոցների եւ մանկապարտեզների թվում են։ Վարչապետը նախ թվարկեց խոսքն ինչ օբյեկտների մասին է, ապա մարզպետներին խնդրեց տեղեկություն ներկայացնել այդ օբյեկտների կառուցման ընթացքի մասին եւ թե արդյոք ժամկետներ խախտվել են այն օբյեկտների պարագայում, որոնք նախագծով նշված է, որ արդեն իսկ պետք է գործարկված լինեին։ Մարզպետները հերթով զեկուցեցին։ Փաշինյանն անդրադարձավ օրինակ Արմավիրի մարզի Այգևան համայնքում մոդուլային տիպի մսուր մանկապարտեզին առնչվող աշխատանքներին եւ դրա գործարկման ժամկետներին։ Ասել եմ, երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ։ Հոկտեմբերի մանկապարտեզը բացվում է։ Իմից ստացվեց, որ սուտ ասեցի։ Ես զգուշացնում եմ, սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց։ Կոնկրետ գալու անձնական պատասխան։ Որևէ մեկը ինչ չասի, մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված, վերստուգված չի։ Որևէ մեկ ամենափոքր բանը։ Հիմա ասում եմ, կարան այդ գյուղի ժողովուրդը ասեն եւ հանրապետության ժողովուրդը ասեն, վարչապետը սուտ ասեց։ Կարան թե չեն կարա, իհարկե կարան։ Հիմա մենք կբացատրենք, որ գազի մարդը այդ օրը մի քիչ շատ էր խմե առավոտը ուշ արթնացավ, հետո ճամփին մեքենայի անիվը թողեց, այդ օրն է քամի էր, չգիտեմ, բայց դա ինչ կապ ունի։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Վարչապետը այսօր այցելել է ներքին գործեր եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ, ներկայացրել են նորանշանակ նախարարներին։ Փաշինյանը միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնել գերատեսչությունների նախկին ղեկավարներին։ Վարչապետն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնում ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Վահե Ղազարյանին, ընդգծելով, որ Ղազարյանի դերը ոստիկանության բարեփոխումների մեկնարկի եւ հաջող ընթացքի գործում անուրանալի է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Վահե Ղազարյանի պաշտոնավարումը համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ։ Ոստիկանության պետի պաշտոնում նա նշանակվել է համավարակի շրջանում, հետո եղել է պատերազմ, դրան հետևող բարդ իրադրություններով։ Ըստ վարչապետի, այդ ընթացքում արդեն նախկին նախարարի կատարած աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի։ Դուք գիտեք, որ պարոն Ղազարյանին մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար եւ մանկությունից ընկերներ ենք եւ սա մի հանգամանք է, որը իհարկե շատ հարցերում մեզ շատ եւ մեծապես օգնել է, բայց թերևս հանգամանք է նաեւ, որ որոշ հարցերում այնուամենայնիվ մի քիչ խանգարել է, բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը պարոն Ղազարյանի առաջնորդությամբ եւ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը եւ միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել։ Մեր հանրապետության գոյության ընթացքում վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել ոստիկանությունում եւ ներքին գործերի նախարարությունում, նկատում է կառավարության ղեկավարը եւ այդ բոլոր աշխատանքներն առաջնորդելու համար շնորհակալություն հայտնում Վահե Ղազարյանին։ Այնուհետ Փաշինյանը ներկայացնում է նորանշանակ նախարարին, որին անծանոթ չեն ներկաները։ Նա մինչ այս փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ Վարչապետն ընդգծում է, Սարգսյանը նույնպես շատ էական ներդրում ունի ոստիկանության բարեփոխումների եւ ներքին գործերի նախարարության ձևավորման գործում։ Մարտով ըստ էության ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը եւ ըստ էության հույս ունեմ նաեւ եւ համոզված եմ եւ տեսնում եմ ինչ որ առումով, որ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, փրկարար ծառայության համար այդ բոլոր ծառայությունները հասկանալիորեն եւ ընդունելիորեն որոշակի պահպանողական են, բայց Տիկին Սարգսյանն այս ընթացքում կարողացել է համակարգում դառնալ յուրային եւ սա նույնպես շատ կարեւոր գործոն է։
Խոսքն այնուհետև նախկին նախարարին է փոխանցվում, Վահե Ղազարյանի ելույթը շատ հակիրճ է, ընդհանրապես շնորհակալություն է հայտնում վարչապետին, ոստիկանության պետի, այնուհետև ներքին գործերի նախարարի պաշտոնը իրեն վստահելու համար։ Շնորհակալություն է հայտնում նաև ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմին նրանց ծառայության համար։ Նորանշանակ նախարարին էլ շնորհավորում պաշտոնում նշանակվելու արդիվ։ Իսկ նորանշանակ նախարարը շեշտում է, իր համար չափազանց կարևոր է ներքին գործերի նախարարության գործունեությունը խարսխել այն սկզբունքների վրա, որոնք կառավարությունը ուղենիշ է ընդունել դեռևս 2018 թվականից։ Նախարարության համար ճիշտ նկատեցիք, որ ես նոր մարդ չեմ, սա թույլ կտա ել ավելի արդյունավետ կերպով շարունակել գործընկերներիս հետ, պրոֆեսիոնալ թիմի հետ հետագա աշխատանքը եւ գումարելով պարոն Ղազարյանի գլխավորությամբ այն հսկայածավալ աշխատանքի արդյունքները նոր արդյունքներով Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում։ Այս 3 ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն։ Եվ հետևաբար հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է։ Եզրափակելով խոսքը Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնում Վահե Ղազարյանին շուրջ 2 տարվա արդյունավետ համագործակցության համար։ Նոր նախարար կունենա նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանին։ Վարչապետի խոսքով Գնել Սանոսյանի նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել եւ ավարտվել, որոնք ըստ կառավարության ղեկավարի այսօր երևում են հանրապետության բոլոր մարզերում, բոլոր համայնքներում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է նաև Սանոսյանի ներդրումը եւ գործունեությունը հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու եւ տեղավորելու, նրանց կարճաժամկետ կարիքները հասցեագրելու եւ նաեւ այս տարի Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի արագ արձագանքման գործում։ Ընդհանրապես նախարարությունը ահռելի մեծ ծավալի պատասխանատվության գոտի ունի։ Ընդհանրապես այդ հարցը շատ է քննարկվում, որ նախարարությունը չափից ավելի մեծ է եւ նախարարություն թեթևացնելու անհրաժեշտություն կա։ Ես պիտի անկեղծ եւ ուղիղ ասեմ, ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ նախարարությունը հենց այդպես էլ նախագծված եւ գծագրված է, այստեղ պետք է մենք մեր աշխատանքների լավարկման մասին մտածենք ընթացակարգերի։ Երկրի ղեկավարն ընդգծում է նաև, որ նախարարության օրակարգը մեծ է ու ռազմավարական եւ համոզմունք հայտնում, որ Գնել Սանոսյանն ունենալով հնարավորությունների եւ խնդիրների մասին ահռելի ծավալի ասելիք, պատրաստական կլինի դա կիսել, իսկ Դավիթ Խուդաթյանը պատրաստական կլինի դրանք լսել, ընդունել եւ հետեւություններ անել։ Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնում վարչապետին նախարարի պաշտոնն իրեն վստահելու եւ համատեղ աշխատանքի համար։ Տարբեր ոլորտներում բազմաթիվ աշխատանքներ են արվել, աշխատանքներ կան ավարտվել են, աշխատանքներ կա ընթացքի մեջ են, նոր պլանավորած աշխատանքներ կա, որոնք համոզված են, որ պարոն Խուդաթյանի գլխավորությամբ կշարունակվեն լավագույն կերպով։ Դավիթ Խուդաթյանն էլ հայտարարում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնում է մեծ պատասխանատվությամբ եւ գործընկերների հետ համատեղ աշխատանքով պատրաստ են լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն իրենց նախարարության առջև։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կվերադառնանք մի քանի րոպեից։
Հայաստանն ու Հնդկաստանը մոտ են համաձայնության ռազմական տեխնիկայի առուվաճառքի նոր գործարքի հարցում։ Indian Defense Research Wing-ը գրում է, որ ավարտին են մոտենում բանակցությունները ԱԹԱԿ տեսակի հրետանային համակարգերի գնման շուրջ։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ քանակ հայտնի է, ինչ քանակի է զենք ձեռք բերվելու։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների Հայաստանը առաջին խմբականակը այդ հաուբիցների պատվիրել էր դեռևս 22 թվականին 6 հաուբիցեր պատվիրել եւ դրանք մատակարարվել էին 23 թվականի օգոստոսին եւ մինչ վերջերս կատարվում էին այդ մատակարարված հաուբիցների փորձարկումները, որպեսզի հասկանանք արդյոք ավելի մեծ խմբականակ գնելու անհրաժեշտություն կա թե չէ։ Եվ հոկտեմբերի 3-ին նույն այդ հիշատակված պարբերականը Indian Defense Research Wing-ը գրել էր, որ Հայաստանը գոհ է անցկացված հետազոտություն փորձարկումների արդյունքում այդ մատակարարված գաուբիցներից եւ լրջորեն քննարկում է ավելի մեծ խմբականակը դրանց գնելու վերաբերյալ։ Այն մասին, որ այդ հաուբիցները իրենց փորձարկումների արդյունքում լիովին արդարացրել էին, խոսել էր նաեւ Հնդկաստանի պաշտպանողական վերլուծությունների ինստիտուտի տնօրեն Սուջան Չինոյը։ Բայց ինչն է հետաքրքիր, մինչ այդ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Հայաստանը պատրաստվում էր գնել եւս 84 նման հաուբից, իսկ այդ հնդկական պարբերականը գրում է, որ բանակցությունները շարունակում են 78 հաուբից գնելու շուրջ, բայց դա սկզբունքային չի տարբերությունը։ Եվ այդ պարբերականը գրում է, որ այս նոր խմբականակի գնումը նոր փուլ կբացի Հայաստանի եւ Հնդկաստանի ռազմատեխնիկական համագործակցության այդ հեռանկարներում։ Հետաքրքիր է եւ շատ կարեւոր, որ հնդկական կողմը, այսինքն արդյունաբերողները հնդկական հաշվի են առել հայ մասնագետների խորհուրդները եւ պահանջները եւ այն կատարելագործվել է Հայաստանում անցկացված փորձարկումների արդյունքում։ Մասնավորապես դա կարծում եմ բացառիկ բան է, ամբողջ ինտերֆեյսը համակարգչային արդեն հայերենով է, ինչը զգալիորեն կպարզեցնի այդ ռազմական տեխնիկայի շահագործումը։ Եվ դա միակ նորամուծությունը չէ, որը կատարվել է հայ մասնագետների խորհրդով եւ կոչով։ Արտյոմ, իսկ բուն տեխնիկական հնարավորությունների մասին ինչ հայտնի։ Դա բուքսիրավորվող հաուբից է, այսինքն ինքնուրույն չի շարժվում, նախատեսված է 155 մմ-անոց արկերով ուրեմն կրակելու համար եւ հեռահարությունը ըստ տարբեր տեղեկությունների մեկը մինչեւ 48 կիլոմետր, մյուսը անգամ մինչեւ 60 կիլոմետր հեռահարության։ Դրանց մշակումը այդ հաուբիցների սկսվել էր 2013 թվականին, ավարտվել է 17 թվականին եւ փորձարկումներից հետո արդեն անցել են սերիական արտադրության։ Այն հատուկ ստեղծվել է Պակիստանի համար այդ ռազմական գործողությունների համար, այսինքն հաշվի են առել այդ շրջանի ռելիեֆը, ջերմային պայմանները, որոնք շատ մոտ են հայկական ռելիեֆին եւ ջերմաստիճանին, այդ իմաստով նույնպես մեզ համար դա շահեկան է։ Մի տեխնիկական դրանց, կողմը, ուրեմն ավտոմատ կառավարում, գիշերային պայմաններում շահագործելու հնարավորություն, ժամանակակից կապի միջոց եւ այդ հաուբիցի կանգ առնելու եւ առաջին կրակը արձակելու միջև ընդամենը 2.5 րոպե ժամանակ է անցնում։ Հայտնի չէ թե որքանով ենք մենք գնելու այդ հաուբիցները Հնդկաստանից, բայց համացանցում բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիան թույլ է տալիս ենթադրել, որ նման արևմտյան արտադրանքի անալոգները արժեն մոտ 3-3.5 միլիոն դոլար։ Պարզ է, որ մենք Հնդկաստանից շատ ավելի էժան ենք գնելու եւ դրա պատճառներից մեկը այն է, որ մենք այդ կոնկրետ հաուբիցների առաջին գնորդն ենք աշխարհում։ Բայց դա երևի չի նշանակում, որ այդ թանկարժեք անալոգներից որակով վատն է։ Գիտենք, որ մինչ վերջերս Հայաստանում նման հաուբիցներ, այսինքն ռուսական արտադրության հաուբիցներ են օգտագործվել, D20, D30, Ակացիա, Գվազդիկը,
որոնք 1950-60 թվականների այդ մշակած տեխնոլոգիայով են, այսինքն եւ նյութապես եւ բարոյապես բավական հնացած են, բացի այդ դրանց զգալի մասը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ցավոք կորցրել էինք եւ այժմ դրանք փոխարինելու անհրաժեշտություն կա։ Կոնկրետ այս հնդկական հաուբիցները տարբերվում են ավելի փոքր գաբարիտներով եւ իհարկե ինչպես ասացի ավելի հավանաբար ցածր գնով եւ նաեւ ինչը շատ կարեւոր է առանձնանում են իրենց հարվածների հստակությամբ 2017 թվականին այդ հաուբիցները միջազգային ռեկորդ էին սահմանել հարվածի հստակությամբ 155 մմ-անոց հաուբիցների համար այսինքն ոչնչացրել էին թիրախը, որը գտնվում էր 47 կիլոմետր 200 մետր հեռավորությամբ վրա եւ այժմ ել ավելի հեռու թիրախներ է կարողանում խոցել այդ հաուբիցը։ Արտյոմ, բայց զենքերը թերություններ են ունենում։ Ադրբեջանական մամուլը իր ուշադրությունը սևեռում է իհարկե այդ թերություն կոչվածի վրա, գրելով, որ այն ռազմական տեխնիկան, որը Հնդկաստանը մատակարարում է Հայաստանին, ինքը Հնդկաստանը իր ռազմական ուժերի համար չի կիրառում։ Քանի որ այն ունի բազմաթիվ թերություններ, կոնկրետ այս դեպքում, եւ դեռևս բարակ փորձարկած չէ։ Իսկապես 20 թվականին Հնդկաստանում այդ փորձարկումների ժամանակ մի անգամ դժբախտ դեպք էր պատահել, հաուբիցը պայթել էր, ինչի հետևանքով նաև մարդկային զոհ էր եղել, բայց դա միակ նման դեպքն է, իսկ նման դեպքերում, այսինքն փորձարկումների ժամանակ պատահում է եւ հետագայում կատարելագործվել է հենց այդ տեղի ունեցած ողբերգությունը հաշվի առնելով, որևէ նման դեպք դրանից հետո այլևս չի եղել։ Դե իսկ այն, որ Հնդկաստանը իր զինված ուժերի համար ատաքսը չի օգտագործում, դա բացահայտ սուտ է, այս տարվա սկզբի դրությամբ Հնդկաստանի զինված ուժերը առնվազն 307 այդ տեսակի հաուբից ունեին եւ հավանաբար այժմ ավելի շատ, իսկ Հայաստանից բացի այդ հաուբիցները պատրաստվում է գնել նաեւ Ֆիլիպինները։ Շնորհակալություն, Արտյոմ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը չի կարող ռուսական ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք։ Լրագրողի հարցին, թե արդյոք Կիևը պատրաստ է հրաժարվել Ղրիմից հանուն խաղաղության համաձայնագրի, որպեսզի վերջ դրվի այս պատերազմին եւ դադարեցվի արյունահեղությունը Եվրոպայում, Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան պատրաստ է դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ղրիմը։ Մենք չենք կարող վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը Ղրիմի վերադարձի համար, ասել է Զելենսկին։ Միջազգային լուրերը տեսաշարով։ Երեկ Կիևում փակվել են մի քանի դեսպանատներ ռուսական հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է Reuters-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ օրով դադարեցրել է դիվանագիտական առաքելության աշխատանքը, որին հաջորդել են Իսպանիան, Իտալիան եւ Հունաստանը։ Ուկրաինայի մայրաքաղաքում ամերիկյան դեսպանատունը հայտարարել է, որ փակվում է պոտենցիալ նշանակալի օդային հարձակման մասին տեղեկատվության պատճառով, իսկ անձնակազմին կարգադրվել է քողարկված մնալ։ Դա տեղի ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Ուկրաինան օգտագործել է ԱՄՆ-ի հեռահար հրթիռները Ռուսաստանի ներսում թիրախներ խոցելու համար, ինչը Մոսկվան անվանել է էսկալացիա։ Պաշտոնական Վաշինգտոնը ակնկալում է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը 5 շաբթի կվերադառնա իր բնականon գործունեությանը։ Ոչ ոք չի լքել Ուկրաինան դեսպանատան գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառով։ Մենք ակնկալում ենք, որ դեսպանատունը կվերսկսի բնականon աշխատանքը, ասել է պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը երեկ հայտարարել է, որ Մոսկվան պատասխան հարված կհասցնի ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք նպաստում են ռուսական տարածքի դեմ ուկրաինական հեռահար հրթիռային հարվածներին։ Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մատակարարված Storm Shadow հրթիռներն առաջին անգամ օգտագործվել են Ռուսաստանում թիրախների դեմ, հաղորդում է BBC-ն։ Հուլիսին Սթարմերի հետ իր առաջին հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Լոնդոնը պատրաստ է թույլ տալ Storm Shadow հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Սթարմերը ուղղակիորեն չէր հաստատել դա, սակայն ասել էր, որ Կիևը պետք է ինքը որոշի, թե ինչպես օգտագործել արևմտյան զենքը։ Սեպտեմբերին Վաշինգտոնում տեղի ունեցան Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջև
բանակցություններ, որոնցից առաջ բրիտանացի պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարեցին, որ Բրիտանիան կձգտի ընդլայնել Ատամքս եւ Storm Shadow հրթիռների կիրառումը Ռուսաստանում, սակայն բրիտանական իշխանությունները ցանկանում են նախ համակարգել գործողությունները Ամերիկայի հետ։ Ֆիգարո թերթը նաև պնդել է, որ Ֆրանսիան նույնպես թույլատրել է օգտագործել այդ հրթիռների սեփական տարբերակը Scalp-ը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։ Ելիսեյան պալատը դեռ պաշտոնապես չի հաստատել կամ հերքել դա։ Բրիտանական կառավարությունը պաշտոնապես չի մեկնաբանել Ուկրաինայի, Ամերիկայի եւ եվրոպացի դաշնակիցների հետ օպերատիվ պլաններն ու քննարկումները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական տարածքի վրա արևմտյան զենքի կիրառմամբ հրթիռային հարձակումները կնշանակեն ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունը պատերազմին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Պենտագոնի հայտարարությանը։ Նոր փաթեթում կներառվեն HIMARS համազարգային կրակի համակարգերի զինամթերք, 155 մմ-անոց եւ 105 մմ-անոց հրետանային արկեր, 60 եւ 81 մմ-անոց ականանետեր, ԹԱՕ հակատանկային հրթիռներ, Javelin եւ AT-4 համալիրներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր, հրաձգային զենքեր, ինժեներական աշխատանքների համար սարքավորումներ եւ քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական եւ միջուկային սպառնալիքներից պաշտպանական միջոցներ։ Սա Ուկրաինային տրվող ռազմական օգնության 71-րդ տրանշը կդառնա, որը հատկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից սկսած 2021 թվականի օգոստոսից։ Պենտագոնում ընդգծել են, որ նոր մատակարարումների նպատակն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում Ուկրաինայի առավել հրատապ կարիքների բավարարումն է։ Երեք Միացյալ Նահանգները վետո է դրել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում խորհրդի 14 անդամներ կողմ են քվեարկել բանաձևի նախագծի ընդունմանը, մեկը դեմ։ Մենք չենք կարող աջակցել անվերապահ զինադադարին, որը չի հանգեցնի պատատների ազատ արձակմանը, ընդգծել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ տեղակալ Ռոբերտ Վուդը։ Վուդը հավելել է, որ ԱՄՆ կարծում է, որ բանաձևը վտանգավոր ուղերձ կուղարկի Համասին, որ նրանք կարիք չունեն վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին քննադատել է ԱՄՆ որոշումը։ Մենք ցնցված ենք, որ Միացյալ Նահանգները վետո է կիրառել պաղեստինցիների եւ իսրայելցիների կյանքը փրկելու իրական ջանքերին, ասել է Նեբենզյան։ Բանաձևի նախագիծը ներկայացրել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամներ։ Նախագիծը կոչ էր անում անհապաղ, անվերապահ եւ մշտական հրադադար Իսրայելի եւ Համասի միջև։ Բանաձևի նախագիծն արժանացել է Իսրայելի քննադատությանը։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը այն անվանել է խայտառակ եւ ասել, որ Իսրայելը չի կարող թույլ տալ, որ ՄԱԿ-ը կապի իր ձեռքերը, թույլ չտալով պաշտպանել իր քաղաքացիներին։ Իսրայելի զինված ուժերի հերթական գրոհից հետո Գազայի հատվածում սպանվել են առնվազն 48 պաղեստինցի, այդ թվում 1 փրկարար, հայտնել է պաղեստինյան կողմը։ Պաղեստինի եւ ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Գազայի հատվածում ոչ միտեղ անվտանգ չէ։ Գազայի հատվածի Ռիալ թաղամասում գտնվող տան վրա մեկ այլ իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ, 3 պաղեստինցի էլ զոհվել եւ առնվազն 20-ը վիրավորվել են տեղահանված ընտանիքներին պատասխանող դպրոցի վրա հարձակման ժամանակ։ Սննդի եւ ջրի մուտքն արգելված է, չի թույլատրվում նաև շտապօգնության մեքենաների մուտքը Գազա։ Հիվանդանոցում 85 վիրավոր կա, այդ թվում երեխաներ եւ կանայք։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Առայժմ այս կանը կհանդիպենք ժամը 22-ին։